կառուցվել է 17,000 բնակարան։ Բոլոր քաղաքապետերը իրար հետ ռուսական են բումը, որ ամբողջ թափել էին այստեղ տեխնիկաներով, դա էլ մեջը կառուցվել է 7000-ից 7500 բնակարան։ Իմ օրոք հեռացվել է 40,000 տնակ, այստեղից միայն 220 տնակ եմ հեռացրել, ինչ որ տեսնում եք իմ օրոք է կառուցված, պատկերացրեք ինձանից հետո, երբ որ դուրս էի գալիս արդեն, մուշում 500 շենքշինու բնակարանների հիմքերը գցեցի ու հանձնեցինք այդ ամեն ծրագիրը նախկիններին, հələ գնացեք նայեք այդպես հանդերության մատված դաշտերի մեջ լցված է, 7 տարի սրանք ղեկավարում են, մի բնակարան ցույց տվեք, երեք էլ անամոթաբար նորից ստում էին, թե մենք 5 շենք ենք կառուցել, ոչ, համահայկական հիմնադրամի կառուցած 4 շենքերը դա ձեր կառուցածը չի, դուք մի շենք, մի բնակարան չեք կառուցել, չեմ ասում անհատների կողմից կառուցածը, երբ որ այդ ժամանակ այսօր նույնությամբ նմանատիպ ձևով է, քաղաքապետարանը հոգացկացում է անում, դիտավորյալ գնում է այդպես որոշում են կայացրել կառավարությունը, գնում է մարզպետարան, վավերացնում են, դրանից հետո ուղարկում են քաղաքաշինության նախարարություն, տևում է 1 տարուց 2 տարի, եւ դրանից հետո 90%-ը բացասական է գալիս, եթե տերը հետևից չի գնում, դուք հասկանում եք ես ինչ եմ ասում, երբ որ նմանատիպ էր իմ ժամանակ, արագ կարգով հարց բարձրացրեցին ժամանակվա երկրի նախագահին Քոչարյանը Ռոբերտին, ձեզ ասեմ 15 օր հետո հարցը լուծվել արագ, եւ ես կարողացա այս քաղաքում, ուրեմն 100-ից 120 միլիարդ դրամի կառուցապատում անել մասնավորի կողմից, տեսեք ինչ որ կառուցված է իմ օրոք, եւ հետո ինքը ասում էր թե Վարդան այս գյումրեցիները հարստացել են, ասում էի ոչ պարոն նախագահ, հախեր չեմ առնի, չեմ տանի բերե, հələ փորձե տորմուս հենդոները ետու առաջ են մարդկանց, էսկիզները ցույց տվեք, մնացածը թող կառուցեն վերջում կհաստատենք, քաղաքի տեսքը որպեսզի չխաթարվեր, հիմա նույնությամբ ինձանից հետո նույն որոշումը կայացրեցին բայ ղեկավարները եւ այս քաղաքը եւ մնացած նմանատիպ քաղաքներ թողեցին նմանատիպ ուրեմն կառուցելու տակ։ Հիմա հաստատվել է քաղաքի հադագագիծը։ Եթե քաղաքի հադագագիծը հաստատվում է, հիշեք, ուրեմն հագա սահմանադրական է այդ կառուցելը, որ պատտվում է, օրենքին դեմ է։ Ուրեմն առաջին քայլերից մեկը դա պիտի լինի, երբ որ եկա դիմելու եմ անպայման կառավարությանը, եթե ոչ արագ տալու եմ դատարան։ Հայաստանում առաջ անգամ կլինի, որ քաղաքապետարանը դադի է տալիս կառավարությանը։ Դա անելու ենք։ Մյուս խնդիրը ամբողջ քաղաքից հավաքագրվում է 85 միլիարդ դրամ, գնում է հանրապետական բյուջե։ Այս չեղած մեր վիճակից 85 միլիարդից մեզ տալիս են 3 միլիարդ 200 միլիոն։ 85 միլիարդից 3 միլիարդ, դա կազմում են տամենը հաշվարկելով 200 միլիոն է գումարես մոտավորապես 3%, բայց Հայաստանի Հանրապետության սահմանադրության 185-րդ, 186-րդ հոդվածների, տեղական ինքնակառավարման 86-րդ հոդվածով պետք է քաղաքի 85 միլիարդից մաս հանումը լինի 27 միլիարդից 30 միլիարդ, որ մեզանից տանում են նրանք, Երևանը, եւ չի տալիս Գյումրին, մենք ձեզանից ողորմություն չենք ուզում, ինչ որ արձանագրված է օրենքի մեջ սահմանադրության մեջ, մեր հասանելիքները պետք է տաք, եւ ես դա ենելու եմ դա, հիշեք, ես միակներից մեկն եմ լինելու, որ մտելու եմ դատարան, եթե չտվեցին, դրանից հետո Հայաստանի բոլոր դատարանները, եթե ոչ ճիշտ որոշում կայացրեցին, գնալու են մինչև եվրոպական դատարան, եւ անպայման հասնելու ենք այն բանին, որ Գյումրիի գումարները պետք է տան, 30 միլիարդ, պատկերացրեք ինչ գումարի մասին է խոսքը, չեմ ասում սեփական եկամուտների մասին, ուրեմն մինչև այդտեղ հասնել է սեփական եկամուտների, երկրի աղքատությունը ուրեմն 23 եւ 7% է, միայն Գյումրի քաղաքի աղքատությունը եւ Շիրակի դաշտավայրի ուրեմն կազմում է 39.5%, ուրեմն անհատական աղքատությունը
աղքատության թիվը 1.1% է, ներողություն, ծանր աղքատության այդպես։ Ծայրահեղ աղքատության թիվը 1.1% է, Գյումրիում 2.6%։ Եվ այսպես 37 տարի լսում ենք ամենաանապահով խավը ապրում է Շիրակի դաշտավայրում եւ Գյումրի քաղաքում, բայց պետական մոտեցում մենք չենք տեսնում։ Ես հիմա ուշով հետևում եմ այս հետնազուների ծրագրերին եմ նայում։ Առաջինը նայում եմ ՔՊ-ի ներկայացրած ծրագրին։ Դարչին մի առողջացման ծրագիր չեմ տեսնում։ Ուրեմն ինչ է սրանց խոսքը։ Դրսից Եվրոպայից բերել բաժկեր, ասֆալտապատում անել, բակերի վերականգնում, բայց աշխատատեղերի ստեղծում, կոնկրետ ծրագիր ես չեմ տեսնում, իսկ դա էլ անում են լոկտերա համար, որ երկիրը գցեն Եվրոպայի ուրեմն կախյալ վիճակի մեջ պահեն, որպեսզի այնտեղից ինչ թելադրեն իրենք կատարեն։ Հիմա մեր ծորներից բռնած պետք է ոչ թե թորները, ծորներից բռնած այսօր տանիքի տակ է։ 12 միլիարդ դոլար եք վերցրել, 12 աշխատատեղ չեք ստեղծել, 12 աշխատատեղ 1915 թվականին, երբ որ 1,5 միլիոն հայերի մորտազերծեց այս բարբարոս ազգը, ցեղը, ուրեմն պատկերացրեք դրանից հետո անցել են այլ տեսակ մոտեցման։ Ինչ են անում։ 91 թվականին, երբ որ մենք անկախացանք, Հայաստանի բնակչության թիվը կազմում էր 3 միլիոն 700 հազար բնակչություն էր։ Հիմա դարել է 1 միլիոն 800 կամ 2 միլիոն։ Ինչն է պատճառը, որ հայ ժողովուրդը լքում է իր բնորանը։ Միակ պատճառը նա է, որ չունեն աշխատատեղ, չեն կարող պահել իրենց ընտանիքները եւ դրա համար գնում են ուրեմն արտագնա աշխատանքի։ Հիմա էլ նոր որոշում են կայացրել, որ այդ գումարներից, չգիտեմ քանի տոկոսը պետք է մուծեն հանրապետության բյուջեն։ Դա նշանակում է, որ այդ մարդկանց ուրեմն հետ գալը, ուրեմն պետությունը հատուկ այդ ծրագրով ուրեմն այնպես անում, որ արտագաղթը ուրեմն ավելի շատացնեն այս սկզբունքով եւ մարդիկ ստիպած գալիս իրենց ընտանիքին էստեղից տանում են ու դրա համար մեր թիվը կազմում է 1 միլիոն 800 հազար բնակչության թիվը, բայց թուրքերն են, ադրբեջանցիներն են մեզ հետ անկախացան, 5 միլիոն են, հիմա դարել են 10 միլիոն, որովհետև պետական ծրագիր կա։ Այսօրվա այս Ալիևի հայրը ասում էր, թե մենք սխալվեցինք, որ հայերին պատերազմ հայտարարեցինք։ Երկրի 30% ադրբեջանցիներով են լցված։ 10 տարի համբերենք, մենք 10-15 հատ երեխա ենք ունենում, իրանք 2 հատ։ Ամենահայրենասերը 3-ից 4 հատ ամենահայրենասերը վերմիջին։ 10 տարի հետո Հայաստանը ինքնին կդառնալ Ադրբեջան, ոնց որ այսօր արվում է վրացիների հետ։ Պատկերացրեք Վրաստանի 40% եւ ավելին արդեն մուսուլմաններով, այսինքն իրանցով լցված է։ Եվ հավատացեք, Վրաստանը արդեն ահազանգում է, որ նայեք երկիրը կործանվում է եւ հիմա սրանց ծրագիրը հատուկ բռնել են Հայաստանի Հանրապետության գլուխը, ամբողջ երկրի ունեցվածքը իրանց ձեռքին է, հանքարդյունաբերություն ամբողջությամբ 10-15 ընտանիքի ձեռքին է, երկրի բոլոր ունեցվածքը 10-15 ընտանիքի ձեռքին է, քեզ որ բերեցինք ու խոսք եք տալիս, որ մենք գալիս ենք, որ գողունը հետ վերադարձնենք։ Ուր է այդ գողունը։ Ինչ ջիպ, կատլետ, հերիք չէ խապես, ինչ կատլետը դուք է, մեզի բերիք երկիրը շենացրը։ Ես ուրեմն հատուկ եկել եմ կոմունիստական կուսակցությունն եմ նախընտրել, որովհետև այդ կուսակցության հետևը չի կանգնած ինչ որ նախկին առաջի համարներ, ազատ է, եւ եթե այսօր 8 տեխնազոին նայեք, հիմա արդեն պիտի ասեմ, ոչ մեկ անկախ չեն, ոչ մեկը, որին նայում ես, մի տեղ տեսնում ես հետևը, եւ դիմացը ես հիմա բարձրաձայնում եմ, այ եկեղեցու զանգերն էլ տվեց, խաչ
խաչն ու ավետարանը վկա ինչ որ ասում են։ Ես հավատացյալ տղա եմ եւ գիտեք որ ասենք ինչ բան է խաչակնկելու ասել խաչն ու ավետարանը վկա։ Ուրեմն իմացեք, ես հիմա ասում եմ այդ մնացած դեկտատորներին, որոնք ընդդիմություն են։ Եթե դիմացը դուք ինձանից շատ ձայն հավաքեք, որևիցե մեկը միանշանակ իմ ձայներս տալու եմ ձեզ առանց պետական պաշտոն զբաղեցնելու։ Բայց եթե ես հավաքեցի, դուք ինձ չմիացաք, եթե 3 հոգի իրար հետ միացաք ու ինձանից շատ ձայներ հավաքած չեղաք ու ինձ ասեցիք, որ պիտի մեզ միանաս իմ շատ ձայներով, ես կասեմ, որ դուք համագործակցում եք ՔՊ-ի հետ եւ Նիկոլի դրածոներն եք։ Եթե ոչ, դուք ինձ կասեք։ Եվ հիմա այս թեմականացումը ինչ որ արվում է, բռնում են, առավոտ բաց են թողնում, զարմանում եմ, թե ինչն է պատճառը։ Չեմ ուզում ես այսպես խոսել, ես այսպես չեմ ուզում խոսել, բայց ձեր դատավորը մեղքս տալիս է Աստված է։ Այս րոպեին, եթե պաշտոնի համար, ձեր գրբանի համար, պաշտոնի համար ուզում եք նորից ժողովրդին խաբել, ուրեմն հիշեք, երկնքում եւ այս աշխարհում եւ հանդերձյալ կյանքում Աստծո ահեղ դատաստանը ձեր վրա է թափվելու եւ Սողոմոն Թելլերյանները ձեզ պատժելու են։